Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն ՊՕԱԿ-ը ներկայացնում են։ Քո արվեստը դպրոցում։ Մեր այսօրվա ճանապարհը դեպի Կոտայքի մարզ ձգվեց։ Քաղաք Աբովյան։ Օրվա հյուրը նկարիչ, ակվարելիստ Պետո Պողոսյանն է։ Պետո Պողոսյան, նկարիչ, ակվարելիստ։ Ծնվել է 1983 թվականին Գյումրիում։ Ավարտել է Մերկուրովի անվան նկարչական դպրոցը։ 1998-ից 2000 թվականներին Գյումրիի Գեղարվեստի ակադեմիայում հաճախել է գրաֆիկայի և քանդակի դասընթացների։ Ուսումը շարունակել է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի բաժնում։ 2000-ից 2006 թվականներին զուգահեռաբար սովորել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, ստանալով մագիստրոսի աստիճան։ Պետո Պողոսյանը աշխատում է ջրաներկով, առանց որևէ այլ նյութի խառնուրդի, քաղաքանկարի ժանրում։ Մասնակցել է մի շարք հեղինակավոր ցուցադրությունների Հայաստանում, ԱՄՆ-ում, Շվեյցարիայում, Սերբիայում, Չինաստանում, Ճապոնիայում, Թայլանդում և այլուր։ Հայաստանի նկարիչների միության անդամ է։ 2024 թվականին Լոս Անջելեսի Սարյան մշակութային կենտրոնում տեղի է ունեցել Պետո Պողոսյանի քաղաքանկարների «Կարոտով» խորագիրը կրող անհատական ցուցադրությունը։ Բարև ձեզ, երեխաներ ջան, ես Պետո Պողոսյանն եմ, նկարիչ ակվարելիստ, շատ հետաքրքիր է, շատ հաճելի է ձեր հետ հանդիպել ու խոսել մի նյութից, որը համոզված եմ բոլորը ճանաչում եք, բոլորը ծանոթ եք ջրաներկին, ճիշտ եմ հասկանում, չէ՞, ինչ որ մի պահի ունեցել ենք, կապ չունի նկարչությամբ զբաղվում ենք, թե ոչ, չէ՞, դե տեսեք, այն թյուր ըմբռնումը, այն միտքը, որ երկար տարիներ եղել է, որ ջրաներկը նախապատրաստական նյութ է, ինչ որ էսկիզ անելու համար չէ, որ դրանից հետո պետք է յուղաներկի անցնել կամ այլ նյութի, բացարձակ իրականությանը չի համապատասխանում։ Ես բերել եմ նաև կենդանի օրիգինալ գործեր, հենց բավական հետաքրքիր իմ կոլեգա արտիստներից, որոնց հետ ես դրսում շփվել եմ, ու այդ ամեն ինչում մենք հիմա կհամոզվենք։ Այս մեր շատ հասանելի ու պարզ նյութը, ամենափոքր ջրաներկի տուփից սկսած, մինչև այն մեծ, ամենաթանկ ջրաներկով, պրոֆեսիոնալ աշխատող տյուբով ներկայացված ակվարելն է, հեսա ցույց տամ, ես հիմնականում աշխատում եմ ճիշտ է, այսպիսի կյուվետներով, տյուբերով, դուք հիմնականում ունեք այսպիսի մի, կամ ոչ ճամփորդական, կամ ոչ ճամփորդական բնականաբար ակվարելի գործիք։ Ինքը շատ հետաքրքիր է այն առումով, որ մենք կարող ենք այն ինչ որ մենք զգացել ենք, այն ինչ որ մենք ուզում ենք արտահայտել, ու շատ դժվար է դա անել ավելի, այսպես ասած, հատուկ պայմաններով տեղում, յուղաներկով կամ քանդակի միջոցով, մենք ուղղակի գծում ենք, մի սկեչ ենք անում ու սկսում ենք ջրաներկով արտահայտվել։ Ֆիքսելու համար մենք կարող ենք օգտագործել նույնիսկ հեռախոս, սովորական մեր մոբայլը, ձեռքի հեռախոսով կադր ենք անում ու դա փորձում ենք վերածել նկարի։ Դա շատ հետաքրքիր պրոցես է, շատ հետաքրքիր գործընթաց է։ Իմ գործերից ներկայացնեմ, հասկանանք, որ ամենաառօրյա, ամենասովորական, չգիտեմ, մեր բոլոր քաղաքներին, Աբովյանին, Երևանին, Կապանին, Գյումրիին բնորոշ մի տեսարան, այս լվացքը, այս ֆոնին կախված իմ գործերից է, կարելի է հետաքրքիր դիտանկյունից, հետաքրքիր ռակուրսից ներկայացնել, եւ դա կդառնա հատուկ գործ։ Այսինքն այն ամենը ինչ ձեզ շրջապատում է, սովորական թվացող կամ էլի Սկոպյեկով, շակերտները սովորական, դա իրականում շատ հատուկ է, շատ հետաքրքիր
այն միջոցով, որով որ դուք իրեն կմատուցեք թղթի կամ ջրաներկի միջոցով։ Գուցե երբեք մտածած չլինեք, որ ձեր շենքի անկյունից երևացող այդ հրաշալի, հատվածը Արագածի մի մասով, չգիտեմ, քարիցը, կոտրտված շենքով, որի վրա գրված օրինակ վաճառումը շատ հետաքրքիր գործ կդառնա, ու ձեզ շատ հետաքրքիր արդյունքներ կբերի, գուցե պրոֆեսիոնալ դաշտում աշխատելով հետագա ջրաներկով կարելի է ստանալ շատ սահուն ու շատ արագ գրեթե ամեն ինչ։ Լույսի ու ստվերի հետ կապված, կիսաստվերների, այդ փափուկ եւ այդ չոր, կտրված լույսերի հետ կապված գրեթե ամեն ինչ կարելի է, երբ որ ճանաչում ես նյութը, շատ հեշտ կարող ես ստանալ։ Հիմնական գաղտնիքը նաեւ ջրաներկի, լավ ջրաներկի թուղթն է, Մենք ունենք արշ կոչվող ֆրանսիական, թուղթն է, որը արտադրվում է գրեթե արդեն 600 տարի, Ամեն դեպքում ցանկացած ջրաներկի համար նախատեսված թղթով, ցանկացած կարելի է ստանալ այն ինչ որ դուք մտածում եք, մոտ դրան, եթե թուղթը ավելի լավն է, եթե դուք կարողանում եք ավելի լավ կառավարեք թղթի վրա ներկը ձեր ջրի միջոցով, դա շատ ավելի լավ, պատկերացրեցիք ինչի մասին է խոսքը։ Ջրաներկով աշխատելուց նաև հետաքրքիր մի քանի վրձին եւ նյութ եմ ուզում ցույց տալ։ Խնդրեմ, այդ իմ ասած մեզ կասվածն է, ինչ որ մի հին վրձինով թաթախում ենք, այդ դրեցինք ինքը ռետինի պես մնալու է, այդ հնարք շատ հետաքրքիր է, ֆոկուս ասված բան է, Ամբողջովին նկարելուց հետո իրան որ մաքրեք ձեռքով, այդ գեղեցիկ սպիտակ կետը կմնա, բայց անպայման իրան է պետք է մշակեք լուսուստվերով կամ ինչ-որ ձևով, որ ունենաք այդ ծավալային ուռուցիկ, չգիտեմ, լամպը, այդ մուգ ֆոնի վրա բաց գույնի, ձեր օբյեկտը, ձեր կերպարը, նյութը։ Խորհուրդ եմ տալիս աշխատել բնական վրձիններով, ամեն դեպքում արհեստական վրձինները նույնպես օգտագործվում են ջրաներկում։ Սկսեմ ամենաէկզոտիկներից, այս գայլի եւ ուխտի մազի համադրություն է, իրենով ամեն ինչ հնարավոր է անել, եւ լայն շերտով քսելու համար, ինքը պետք է հավասար կանգնի, եւ շատ սուր, շատ նուրբ, չգիտեմ, էլեկտրալարեր օրինակ, նշելու համար։ Այսպիսի մի վրձին, միայն ուխտի մազից, որը հարթ տարածքով աշխատելու համար, լայն տարածք ծածկելու համար է, այսպես ասած, ու երբ որ դուք սկսում եք ակվարելով նկարել, եթե փորձեք, պետք չի քսմսել եւ տանջել, ճակերտավոր ասած, թուղթը։ Եթե դեմ չեք, մի երկու հարված, ակվարելով ցույց տամ, եւ իհարկե այն ինչ որ դուք ունեք ամենտեղ, դա ակվարելով ջրաներկով աշխատելու համար սկյուրի ասվածն է, դա շատ ավելի լավ է, քան արհեստական վրձինները։ Արհեստական վրձին կարելի է օգտագործել միայն ինչ-որ բան հղկելու համար, ծայրին, եթե չոր է նստել ներկը կամ մի քիչ սխալ է գնացել, կարելի է ուղղել, իրոք ջրով կարելի է մի քիչ մաքրել։ Եվ բնականաբար տարբեր այսպիսի վրձիններ, որոնցով մի շարք հետաքրքիր հնարքներ կարելի է անել։ Առաջինը, որ ես կուզենայի ցույց տալ, դա չոր հարված dry brush կոչվող հնարքն է, ինքը շատ բարդ է, բայց այդտեղից կսկսենք, գիտեք դա ինչի է նման, հիմա որ ցույց տամ կպատկերացնեք, կարծես դուք շենքը կամ ծառը նկարելուց կամ հատակը նկարելուց 1-2 հարվածով կարողանում եք ստանալ իր ֆակտուրան, իր այդ հարթությունը, անողորկ է, թե ինչպիսին է, կամ շենքի այդ նրբությունները, լուսուստվերները մի անգամից, մի հարվածով։ Կարելի անել լայն վրձիններով եւ կլոր վրձիններով, ամեն դեպքում եւ երկուսով էլ ես ձեզ ցույց տամ։ Ներկ եւ նյութ ենք բացում, այսպես, ներկ եւ ջուր, այսպեսի մի հատ խառնուրդ ենք ստանում, մոտավորապես։ Փորձում ենք այս դեպքում ջուրը քիչ վերցնել, որպեսզի հնարավորինս չոր կսվի, վրձինը մակերեսին թղթի։ Պատկերացրեցիք ինչի մասին է խոսքը։ Տեսեք, այսպես շարունակելով, օրինակ, այս սահուն տարվող հարված է, որը նաև շատ հետաքրքիր վարժանք է, պատկերացրեցիք, տեղ-տեղ քսվում է ներկը, տեղ-տեղ չէ, դու մի անգամից ստանում ես խորթուբորդ մի հետաքրքիր մակերես, պատկերացրեցիք, նկարի մեջ եթե դուք դա անում եք, այդ հնարքը տպավորություն է, թե
բոլոր քարերը կենթանի են, ինչ որ մի հա, այդ արքիրանկյուն կամ ին եկեղեցի տեսարան նկարելուց կամ ինչ որ մի անկյուն նկարելուց կամ շորի հետարքիր գունային լուծումից հետո վրայից արդեն դուք կարողանում եք այս հետարքիր հնարքն անելով իրեն ավելի մեծ կենթանություն ու խորություն հաղորդել, հա, պատկերացրեցիք։ Երբ որ սկսում եք նկարել վերևից։ Ну, նայած ինչ խնդիր եք լուծում, բայց հիմնականում նկարելու ժամանակ ասում են, որ երկինքը նկարի աչքերն են հենց ակվարելով աշխատելու ժամանակ ակվարելիստները, կարող եք հանգիստ, հա, դնելով գնալ, երևում է բոլորին, հա։ Տեսեք, ես չեմ տանում բերում, հա, հասկացաք, տանջում եւ վրցինը եւ թուղթը, հա, որովհետեւ ամեն մի շերտ, ձեր ամեն մի դրված ներքի շերտ ձեր իսկ չարչարանքն է, ձեր իսկ միտքն է, արտահայտվելու միջոցով այդ շերտը պետք է մնա, մի փոքր չորանա եւ անցնեք հաջորդ շերտին, որ չքանդեք տակի են եղած ինչ որ ունեք, հա, էլի կյանքի այս դպրոցի դասերի պես։ Ամեն դեպքում դուք կարող եք դնել նաեւ խոնավը խոնավի վրա, հա, տեսեք օրինակ, հա, այս հաշվենք մի անպամած մի մաս է, հա, երկինքի, ահա։ Բայց այստեղ մի անգամից անցում անեմ wet in wet տեխնիկային, խոնավի վրա, ինչ է դա ասում։ Վերցրեցի մի փոքր այլ գունային անցումով, հա, խառնուրդ, դեռ լրիվ չչորացած, կարող ենք մի քանի հարվածով մի փոքր ավելի մքացնել մի մաս, նույնիսկ հերվում, օրինակ, հա, երևացող ծառի կամ բլուրի խոնավը խոնավի վրա տպավորություն ստանալ։ Ես անընդհատ խառնում եմ տեխնիկաները, նաև անում եմ չոր հարված, dry brush, մի փոքր մշակելուց հետո մի անկյունը, հա, ստանում եմ բլուրի կամ սարի տպավորություն, որի վրա լույսեր կան, չգիտեմ, մի երկու հարված չորանալուց հետո կարող եմ ընդգծել քառակուսի եռանկյունի հարվածներ, նշաններով ենք մենք աշխատում, հա, տերևը հենց տերև նկարելու իմաստ չկա, ֆոտոռեալիզմ ասվածը, հա, ֆոտոգրաֆիկ ռեալիզմը, որը եթե խնդիր եք դրեք կարող եք անել նաև ակվարելով լավագույնս, բայց ես սովորաբար աշխատում եմ նշաններով, այդ վրձնահարվածները նշանասվածն են իմ, որոնց միջոցով դու տերևը գուցե ծառը շատ ավելի բնական ու հետաքրքիր մատուցեց ազատ վրձնահարվածի միջոցով, քան իրականում այն կա այն ֆոտոյով, որը որ դուք օրինակ հեռախոսով արել եք եւ վերածել եք գործի, շատ ավելի հետաքրքիր կնայվի, քան ձեր ցանկացած լավ հեռախոսով արված օրինակ կադր կամ նույնիսկ լավ ապարատով արված կադր։ Մյուսը, որ ուզում էի ներկայացնել, այս սպիտակները հա թղթի մակերեսը ճիշտ օգտագործելն է, թուղթը որպես հենց ներք, նյութ եւ ազդելու միջոց օգտագործելն է։ Շատ ավելի գնահատելի է թողնել սպիտակ հետքերը հենց աշխատելու ժամանակ ինչ որտեվ երբ որ նյութով ես դա թողնում, շատ կտրված եւ չոր են երևում այդ բոլոր հատիկներն ու կետերը, այդ ռետինե նյութով թողնելու դեպքում դրա համար դա պարտադիր չէ, ուղղակի դա նաեւ շատ կարեւոր նյութ է ակվարելում, որը կուզենայի չգիտեմ, գիտեիք թե չէ, գուցե ձեր համար, հա, հայտնագործություն էր դա, այդ ֆոկուս ասվածը, որը որ կարող եք օգտագործել։ Հետո արդեն այդ սպիտակ մասի վրա կոնկրետ մշակումներ կարող ենք անել, այնքան մինչև դա դառնա ինչ-որ մակերես, ինչ-որ հողակտոր, մակերևույթ, օրինակ, հա, այս դեպքում ես ուղղակի վերացական, հա, փորձում եմ ձեզ ներկայացնել մի քանի հարված, հիմա արդեն աշխատանքի վրա ցույց տամ, թե ինչ է կատարվում այդ դեպքում։ Տեսեք, այս էլ իմ քաղաքային, հա, քաղաքանկարներից մեկն է, հա, մի քիչ փոքր գործ եմ բերել, որ տեղավորվեր, գուցե մի քիչ ոչ այդքան մեծ է։ Աբովյան փողոցն է, ինձ շատ հարազատ, առանձնապես, հա, հատուկ ինչ որ մի շենք կամ շինություն չկա, բայց հա, ոնց եք զգում, բնականաբար Երևանը ճանաչելի է, չէ, կարծես հենց Աբովյանով քայլուց լինեք, այստեղ այս բոլոր հնարքները օգտագործվել են այն մշակումը, որը որ ես խոսում էի, հա, հենց ծառի բնի մասով, օրինակ այսպիսի գործ եմ բերել, առաջի շերտ ծածկելով, փորձելով ակտիվ թողնել թղթի սպիտակը, հա, ոնց է փայլում այդ ներկված կարծես ծառի բուն այդ կտրուկ լուսուստվերների մասով, որը հենց հիմա ես նաև ցույց տամ։
այս մասի առումով, բացի սպիտակը թողնելուց, նաև ինչ կտրուկ անցում կա լուսուստվերից։ 3-4 շերտ է այստեղ արված ու ծառը համաձայն եք, թե չէ, չգիտեմ, բնական, շատ ավելի հետաքրքիր, քան ֆոտոյում կարելի է այսպես պատկերել։ Հա, պատկերացրեցինք այս նյութի հնարավորությունները, այս նյութով աշխատելու եւ շարժունակ լինելը եւ հետաքրքիր լինելը եւ նաեւ լավ արդյունք ստանալ, այսինքն դուք կարող եք մի փոքր ձեր կտորի վրա կամ նույնիսկ ընթացքում գնացքի մեջ այսպեսի ճամփորդական, հա, ջրաներկի տուփով եւ փոքր վերցինով փակվող կամ բացող մի հետաքրքիր համով բան անել, ձեզ բացարձակ հատուկ տարածք հատուկ պայմաններ պետք չեն։ Սա այսպեսի շարժունակ հետաքրքիր նյութ է աշխատանքային։ Ես ցույց տամ լույսից տվեր այդ հետաքրքիր անցումը, հա։ Գուցե հենց նույն խտի վրա։ Տեսեք, հա, ասենք ինչ որ մի օրինակ մի շինություն, հա։ Ինչքան հեշտ կարելի է ստանալ Այս լույսի եւ ստվերի հատման մասում շատ ենք ներկու նյութ օգտագործում, թողնելով որոշակի հետքեր, գնալով ավելի թուլացնում ենք այս ստվերային հատվածում դեպի օրինակ, հա, որևէ առարկայի ավարտը մասը, հա, այս հատվածից այս եւ այս հատվածից հեռավորության դեպքում ուղղակի, հա, հետաքրքիր գաղտնիք ակվարելով աշխատելուց շատ ավելի պինդ ենք փորձում դնել ներկը այստեղ, հա, հենց լույսի ու ստվերի հատման մասում, քան որ հեռանալով, որովհետև այս չորանալուց հետո կարող ենք եւս մի ավելի պինդ հարված անել, ահա, եւ ստանալ այս հետաքրքիր թափանցիկությունը, չգիտեմ ինչ դարավ, հա, ես թեք եմ նկարում, շեղվեց, բայց ամեն դեպքում, հա, պատկերացրեցինք, հա, եւ լուսամուտի էֆեկտը եւ այդ ընդհանուր տեսարանի էֆեկտը միանգամից կարելի է մատուցել ակվարելով լույսից տվեր այս անցման օրգանիկ այդ թափանցիկ վիճակը հաղորդում է շատ բնական, շատ հետաքրքիր տպավորությունը, հա, որը որ շատ դժվար է ստանալ այլ նյութերով, որովհետև պետք է փորձել քսել, չորանա, հա, երկար ժամանակ նորից փորձել դա անել։ Սա չորանալուց հետո մի երկու չոր վրձնահարված եմ հասցնում իր մակերեսի վրա եւ ստանում ենք այսպեսի հարուստ, հա, հագեցած տեսարան, օրինակ։ Ինչ է նկարչությունը ձեզ համար մասնագիտությունից բացի։ Նկարչությունը իմ համար ամեն ինչ է, ամենօրյա ապրելու միջոց, արտահայտվելու միջոց, սովորություն, գուցե վատն է, որտեվ անընդհատ նկարում եմ, այն ժամանակ նույնիսկ երբ որ չեմ նկարում, ես մտքում անընդհատ նկարում եմ, ինչ որ մի տեսարան եմ գծում, ինչ որ մի նյութ եմ վերցնում, հենց հիմա ձեր հետ շփվելուց այս աթոռների եւ ձեր հետաքրքիր դասավորությունն եմ նայում, ուսումնասիրում, գուցե էլ ինչ որ մի նկար դառնա, գործ դառնա, շնորհակալություն։ Ես նկատեցի, որ շատ սիրում եք նկարել բնություն, շենքեր, բայց ուզում եմ իմանալ, սիրում եք նկարել դիմագծեր, թե չէ։ Հա, դիմանկարներ սիրում եմ նկարել, խմբակային նույնիսկ դիմանկարներով գործեր ունեմ։ Բնականաբար շատ ինձ դուր է գալիս նաև դիմանկարի հետ աշխատել։ Դավոք հիմա ջրաներկով դիմանկար չունեմ, իմ էջում եւս կան, որոնք նույն փափկությամբ, նույն սկզբունքով լուսուստվերի նույն այն ինչ որ բացատրում եմ, կարելի է եւ դիմանկարը շատ գեղեցիկ ջրաներկով, շատ համով, շատ ազդեցիկ ստանալ, այսպես ասեմ, միանշանակ։ Դուք ինչ որ աղջկարահռչակ նկարիչ ունեք, որից դուք օրինակ եք վերցրել եւ ուզել եք իր նման նկարել։ Այո, ունեմ, ես նշեցի իր անունը, գուցե շատերի դա այդ անունը անծանոթ լինի, Andrew Wyeth, ամերիկյան նկարիչ է, որը շատ զգացմունքային, շատ հետաքրքիր նկարչություն է արել ու ամբողջ կյանքում առանձնապես դուրս չի եկել իր main այդ թերակղզուց, իր Պենսիլվանիա կոչված նահանգի մի անկյունից։ Աշխատել է միշտ այդտեղ։ Դուք երբեմն ցանկացել եք վաճառել ձեր գործերը, եթե այո կամ ոչ, ինչու։
Այո, ես միշտ ցանկացել եմ բոլոր նկարիչների կարծում եմ բնական ցանկություն է գնահատված լինել, փորձել վաճառել գործերը։ Երբ դու ճիշտ ներկայանում ես, աշխատում ես քո վրա, փորձում ես մատը ձեռքդ միշտ զարկերակին պահել, անընդհատ թարմ լինել, անընդհատ նոր գործ, հետաքրքիր գործ մատուցել այն թիրախային խմին, այն մարդկանց, ովքեր քեզ սիրում են կամ նոր պետքա ճանաչեն, համոզված եմ, որ մեկ օր գործդ կվաճառվի, կգնահատեն եւ այդպես շարունակ, այսպես ասեմ, միանշանակ։ Եվ ցանկանում եմ ձեզ այսպեսի մի հարց տալ, որ ինչ խորհուրդ կտայիք այն մարդկանց, ովքեր ցանկանում են խորանալ ձեր մասնագիտության մեջ, կցանկանայի լսել ձեր կարծիքը, կարևոր խորհուրդներ, որը կտայիք ապագա նկարիչներին։ Նկարել եւ կրկին նկարել, բայց հասկանալով աշխատել։ Այս մասին ես խոսել էի, նորից կրկնեմ, հասկանալով դու ինքդ կզգաս, թե որ էտապում ես ու եւ նաեւ քո աշխատանքը արձագանքը աշխատանքի ցույց կտա, թե ինչ զարգացում ունես միանշանակ։ Փորձել ինքնաարտահայտվել, փորձել սովորել զուգահեռաբար անընդհատ նայել ճիշտ տեղերից ճիշտ նյութ վերցնել, հա, դա շատ դժվար բան է, բայց ել եմ ասում մեկը ես մեծ հաճույքով կուղղորդեմ իմ մասով, որպեսզի ինֆորմացիան, տեղեկությունը, հա, ել եմ ասում շատ չկապակցված եւ անիմաստ չլինի։ Այս ամենակարևորն է։ Ճիշտ ծաղկաքաղ անել, այսպես ասած, հա, այն ինչի որ դու կուզենաս զարգացնել, այդ ամեն ինչը փորձել ֆիլտրել եւ ներդնել ու շարունակ աշխատել։ Իսկ ձեր կյանքում եղել են այնպիսի մարդիկ, ովքեր ասել են, որ նկարչությունը դա մասնագիտություն չէ եւ պետք է ուրիշ մասնագիտություն ընտրել, որը ձեզ ավելի շատ փող կբերի եւ ավելի շատ հաջողություններ։ Բնականաբար ասել են, իհարկե ասել են։ Իսկ միանշանակ պետք է շարունակել աշխատել, հենց այդ նույն մարդիկ համոզվելու են հետո, որ այդ է ձեր մասնագիտությունը, այդ եք դուք անում ու կարողանում եք նաեւ գումար վաստակել դրանով ապրելու համար ու երջանիկ եք ամենակարևորը։ Որն է ձեր ամենաջերմ հիշողությունը մանկությունից։ Իմ մանկական ամենաջերմ հիշողություններից մեկը միտքս եկավ նոր գնում էինք ընկերներով, 3 ընկերով հեծանիվներով Վահրամաբերդ հրաշալի համալիր Եվանական նկարելու ու ինչ որ ամեն ինչով զբաղվում էինք բացի երևի նկարելուց ու վերջում պապկան որ բացեցի շատ վատ թղթով հանկարծ հիշեցի որ Վան Գոգի նկարեմ տես այդ կլորիկներով հենց ջրաներկով մի քանի հարված արեցի, տենց այնքան դուրս եկավ, տենց ուրախացանք, որ Վան Գոգից լավ եմ նկարում, էլի, այդ տենց բոլորս ծիծաղեցինք բավական հետաքրքիր վիճակ։ Որն է ձեր ամենաջերմ հիշողությունը դպրոցական կյանքից։ Դպրոցական կյանքից ամենաջերմ հիշողությունը դպրոցական կյանքս էլի Գյումրիում է անցել։ Փեջի վրա կարտոֆիլներ պլեջ հիմա որ ասում են երևի թե դպրոցի երեխեքով։ Որն է եղել դպրոցական ամենասիրելի առարկան։ Պատմություն։ Պատմությունը միջև հիմա էլ շատ սիրում եմ։ Ով է ամենամեծ դերն ունեցել ձեր մասնագիտության ընտրության հարցում։ Իրավիճակը ճակատագիրը գուցե։ Փակվեց Գեղարվեստում տեղ քանդակագործության համար, ես ստիպված տվեցի պետհամալսարան, սովորեցի ու հանկարծ հայտնվեցի Գրիգոր Խանջյանի թորի միջոցով, որն իմ ընկերն է, մի կուրսում, որը որ շատ ինձ հարազատ ու մտերիմ դարձավ արդեն Երևանում ու սկսեցի նոր թափով նկարել զուգահեռ համալսարանին ու այդպես էլ գնաց ու շարունակվեց։ Եթե նորից հնարավորություն ունենայիք մասնագիտություն ընտրելու, ինչ կընտրեիք։ Նորից կընտրեի ջրաներկը, բայց շատ ավելի ինտենսիվ երևի, շատ ավելի ճիշտ ուղղությամբ կհասնեի այնտեղ որտեղ եմ։ Եթե հնարավորություն ունենայիք ճամփորդելու ժամանակի եւ տարածության մեջ, որ ժամանակը կընտրեիք եւ ուր կգնայիք։ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ Գերմանիայում կհայտնվեի Օսկար Կոկոշկայի, Գեորգ Գրոզի, Գրոբի հետ միասին համոզված եմ։ Այդ հենց այն պահին, երբ որ իրենց սկսեցին հələ չհալածված հալածել, շատ հետաքրքիր նկարչություն։ Մանկության ինչ երազանք եք իրականացրել մեծ տարիքում։ Շատերն եմ իրականացրել, բայց մեկի մասին նշեցի, այն նկարիչներով, որոնցով ես հիանում էի փոքր ժամանակ, իրենց հետ մեկ պատի վրա կախված էի, իմ գործերը, իրենց գործերի հետ, դա իրոք երազանք իրականացում է համոզված։ Եթե հանդիպեիք ինքներդ ձեզ մանուկ հասակում, ինչ խորհուրդ կտայիք ապագայի համար։ Լինել ավելի չար մի քիչ, չար լավ իմաստով, ավելի ոչ թե ջղային, այլ հենց չար քո գործում, ավելի կենտրոնացած, ավելի հաստատակամ։